Ասկե մի քանի շաբաթ առաջ սերդած էինք Հռոմայեցիս գլխուն 16 Հռոմայեցիս կրկին 16-րդ գլուխը եւ այսօր եթե դերը գամի այդ սերդողության շարունակությունն է որ պիտի հնենք մի քանի վարքյան բարձ վերակալ մնենք այդ նյութերը որ շոշափեցինք եւ խոսեցանք անցյալ սերդողության Եվ եթե սերդողության գլխակիր կամ նյութ պիտի սենք, սովորական անձեր, սովորական հավատացյալներ և կեր սովորական գործեր, սովորական հավատացյալներ և կեր սովորական գործեր։ Եվ տեսանք, որ այս սերդողության մեջ, որ Աստծո համար Ինչպես գիտենք 16-րդ գլուխը ասինք 33 ձևով անձերու անուններ կտեսնենք այս գլխում մեջը որ բոսարկյալ բարև դուղե կխոսի անոնց անունները գիշե եւ հիշեցինք որ Աստծո համար ամեն հավատացյալի անուն կարևոր է ամեն հավատացյալ կարևոր է Մեկը չի գնարսել ես Աստծո թակավորության մեջ Աստծո համար իմ անունս կարևորություն չունի։ Եվ նաև տեսանք, որ ամեն հոգևոր ծառայություն բաժնեկցելով է որ գլա, խմբային ձևով գլա, անհատական հոգևոր գործ չի գա, ինչ որ Պողոս առաքյալի կյանքի մեջ տեսանք, իր ընկերներով, իր գործակիցներով և ավելի մանրամասն տեսնենք։ Երրորդ տեսանք, որ Աստված ամեն տեսակի մարդ կգործած է, ամեն տասակարգի մարդ կգործած է։ Այս 33 անձերու մեջը գային քերիներ, ստրուկներ, գային դիգիններ, լավ վիճակի, գային տերադի աղջիկներ, գային քաղաքին կանցաբեդը, ուրեմն գտեսնեք Աստված ամեն տեսակի հավատացյալներ անձեր կգործած է իր թակավորությանը եւ իր парքին համար։ Եվ չորրորդ տեսանք, որ սովորական մեր առօրյա հավատարմությունները հավիտենական աստեցություն ունին Աստծո թակավորության մեջ։ Մեր սովորական առօրյա հավատարմությունները հավիտենական աստեցություն ունին Աստծո парքին համար։ Ինչպես մեր դերասավ ապրիս բարի ու հավատարիմ ծառա, թում որ Քիչ բանի մեջ, չսավ շատ մեծ բաներու մեջ եղար, հիմա լավ ես, ապրիս գարնես, քիչ բանի մեջ հավատարիմ եղած։ Եվ տեսանք, որ այս գլուխը բաժնված է մի քանի մասերու, առաջին երկու համարները գխոսի անձի մասին, պիպեկուր, որում մասին տեսանք եւ քիչ ավելի մանրամասն հիշեցնեմ ցեզի, որ ով էր այս քույրը Այս նամակը Հռոմայեցիսի գլուխ նամակը Պողոս առաքյալի գրած, որ Կորինթոսին գրեց, արավ եւ զանիգա Հռոմ հասցուց իր անձնական միջոցներով։ Տեսել թե որ քույրը լավ վիճակի մեջ լալու էր, գարով վիճակի մեջ լալու էր, որ 1200 կիլոմետր ճամփորդեց եւ այս նամակը Հռոմի հավատացյալներուն հասցուց Նավով ճամփորդեց, ցիով ճամփորդեց եւ սակայն Պողոս առաքյալ զինք գոչե եղեցին սպասավորը։ Դերևս ես լայն է, ասան կորձի մգլուխը եւ ինձ սպասավորը սեր Պողոս առաքյալ պիտի ներվեի, սե եղբայր ավելի լավ բան ասե ինձ։ Չէ, սպասավորություն է։ Մեր բոլորի նրածը սպասավորություն եւ եթե հատկե ավելի իծած բան մգա գնակ at մակտիրը դալ։ Եվ այս քույրը մեծ օրդություն եղավ եւ Հռոմի հավատացյալները Պողոս առաքյալին սազին համեմատ իրեն օգնեցին, քանի օդար երկրի մեջ էր, օդար քաղաքի մեջ էր, պետք էր օգնության պետք ուներ։ Ետքը ծանոթացանք երկու հավատացյալներու, որոնք շատ մեծ աստեցություն ունեցան Պողոս առաքյալի գործի մեջ, Աստծո թակավորության մեջ, Բրիսկե դեր եւ դիգինեին, ասոնք եւ Աբյողաս ասոնք վրանակորձ էին, ինչպես որ Պողոս առաքյալ իր արհեստը
Այդքան ուսումին արհեստալուներ, վրանակորձեր, գաշխատեր, երբ նեղության մեջ լար, նյութական նեղության մեջ լար, ցերկ բանար, չերսել հավատացյալներու դրամ ղրկեցեք, ես ոսարակյալ եմ, ասի եմ, անի եմ, հապա վրան նկարեր, եւ ադիգա ձախելով իր որաբահի գահաներ, նույնպես այս քույրը եւ եղբայրը նույնը գնային, եւ ասոն կսե ինձի համար միջև իրենց ինչմե սուպերուն արժանի է, ինձի համար կսե ներոչուն չորոտ համարն է, որոնք իմ յանքիս համար իրենց պարանոցները դվին, այսինքն իրենց յանքը Պողոս Արաքյալի համար վտանգեցին, իրեք որ այն օրերուն առաջին եկեղեցին ծյուրին պանչեր հավատացյալ լալը, հրոմեական գայսրություն, հսկա գայսրություն, զինվորություն, ուժ, գայսրին գբաշտեն եւ հիմա մեկ ելած է գխոսի Հիսուսի մասին, թագավորի մասին, որ հավիտենական թագավոր է, հարություն արած է եւ այս հավատացյալները գամած հադոր գեհդեվին, գհալածվեին, նեղություն կգրեին, պատմությունը գիտեք եւ այս դեր եւ դիգինը հալածված էին, Ռոմ գաբրեին, հալածվեցան Գորգորոնտոս եկան, հալածվեցան Եփեսոս եկան, հալածվեցան Ետ Ռոմ կացին, ուրեմն գտեսնակ թյուրին կյանքը չեր հավատացյալներուն կյանքը այդ ժամանակ եւ այս քույրը եւ եղբայրը կորզեցին, զարայեցին Պողոսին հետ եւ իրենց կյանքը դվին ոչ թե ինձի գսե միան ինձի ես շնորհակալ եմ, հապա հրթանոցներում բոլոր եկեղեցիները, այսինքն այս քույրը եւ եղբայրը Հեթանոս եկեղեցիներում մեջ, հեթանոսությունը դարձած եկեղեցիներում մեջը իրենց ծառայությունը Աստծո թագավորության համար բաժնեկցեցան։ Ատկի հետ կտեսնանք երկար շարք բանուններու, կարճ վրային եթե անցնենք, կտեսնենք բարևրե կսե Եբենեդոս իմ սիրելիս, Ակայի, առաջին մդուղը Ակայա ասյո մեջներ, եւ ասիկա առաջին հավատացյալներ, երևը գայեցեք ոչ թե երգիրը, ամբողջ Ասիա ցամաքամասը, որ այսօր դասնյակ երգիրները կբաժնվի, առաջին հավատացյալը եղավ, հավատաց եւ ատկե մյուս եկեղեցիները մեջտեղ եկան եւ շացավ Քրիստոսի թագավորության անունը։ Ինչ մեծ անաստաշորում նաեւ բադիվ եւ նաեւ բարդականություն էր Ակայայի ուսերում վրա։ Եվ ոսկե իշե Մարիամը, բարևրե կսե Մարիամին, որ մեր վրա շատ աշխատեցավ, այս աշխատանքը ձանր աշխատանք է, հունարեն պարը ձանր, այսանք սուրմը չի հրանցուց բարս, հաբա իրենց համար ձանր աշխատանք կրավ, ինչ աշխատանք կրավ, չեմ կիրեր, բայց Արաքյալ գսե մեր վրա շատ աշխատեցավ։ Եվ եթե ամբողջ գլուխը գարտանք հոս մեջբերում անեմ, բոլոր Պողոս Արաքյալի հիշած անձերը աշխատեցան, կորձեցին, ծառայեցին, մեկում համար չսե որ ասիկա լավ խոսեցավ, լավ քարոզ տվավ, փեմի լավ 40 մարգյան քարոզ մտվավ, որ դագավին մեր միտքերում մեջն է, չենք մորցած, ընդհակառակը, բոլորն ալ իրենց անկյուններում մեջ ծառայեցին, աշխատեցան, կորձեցին եւ Աստծո փառքը հարաճ տարին եւ ալոր համար է որ Արաքյալը զիրենք կկովե։ Վերջը գիշե երկու անուններ Անտոնիկոս ու Հունիա, ասոնք սինք ասկագաններ են, իմ ասկագիցներս կսե, որոնք եւ քերության ընկերներս, ասկագից քերության ընկեր, որոնք Պողոս Արաքյալի առաջ գսե, որոնք Արաքյալներում մեջ երևելիներ էին, եւ որոնք ինձ մե առաջ Քրիստոսը կդան։ Ուրեմն Քրիստոս կդան եւ սակայն Պողոս Արաքյալի պես հրճագավոր անձեր չեղան, երևելի Արաքյալներ են, բայց հազիվ իրենց անունը, եթե Պողոս Արաքյալ չի կրեր, մենք լուրջ չպիտի ունենային իրենց մասին, բայց մեծ Արաքյալներ էին ասոնք։ Ետ կգանցնի գրիշե Ամղեա իմ սիրելիս դերոճմով գսե, Ամղեա ստրուգեր, այսինքն քերի էր։ Հռոմեական գայսրության մեջ քերիները կվաճառվեին, ջամփաներում վրա գտնեին,
մենք ինչպես այսօր գերտանք բանջարեղեն կգնենք, այնադան գերտային տրամը գուտային, շատ անգամ անշուշտ անոնք որոնք զորավոր էին, անոնք որոնք մգան ունեին, որովհետեւ աշխատին թաշտերու մեջ գործեն եւ այլն, անոնք ավելի սուղի գծախվեին եւ քերի էին, բայց Քրիստոսով հիմա Բողոս Արաքյանին հավատացյալ եղավ եւ եղբայրն է եւ ընդրյալ է բարերուն նայեցեք, ընդրյալ է Քրիստոսով Նաև հաջորդ անունները գիշվի Հերովտյան, գիշվի Նարգեսի դունեն հավատացյալներ, Նարգեսը այսալ ուրիշ հագարակ կողմն է, այս անձը գսվի որ Կլոդիոս Գայսրին, Ռոմի Կլոդիոս Գայսրին աչ փազուգն էր, այսինքն գոկներ, ինչ որ Գայսրը էր գիրակորձեր, այսինքն մեծ թեր եւ մեծ բաժին ուներ Գայսրի մեջը։ Եվ գտեսնեք ավետարանը ամեն խավերուն Գայս ամենացածեն, ամենաբարձր խավերուն թափանցեր, կամաց կթափանցեր Աստծո բարիլուրը, Քրիստոսի բարիլուրը եւ շատեր կփրկվեին եւ հավիտենական կյանք կունենային Աստծո թագավորության մեջ, մինչեւ որ գիտեք պատմությունը հռոմեական գայսրությունը փուլ եկավ եւ Հռոմի Կոստանտին Գայսրը քրիստոնեությունը ընդունեց իբրև գրոնք, իբրև իրենց գրոնքը, իրենք որ բոլորովին հագարակ էին եւ Գայսրը միմյան գբաշտեին։ Նաեւ գտեսնենք հոս Ռուպոսին մայրը գսե, որ իմը ընձյալ մայր եղավ։ Ռուպոս հավատացյալ մներ, դերոճմով ընդրված էր եւ անոր մորը գսե բարևրեք, որ ինձյալ մայր եղավ։ Հավանաբար այս մայրը Բողոս Արաքյալ երբ գողոքներ, երբ բուկար հանգչելու իրեն գծարայեր, իրեն ծևով պետք եղած հրանամքը գտաներ իբրև մայր, մնակ մտակ ճաշ կեպեր, հակուսները գլվար, հանկիստ անգողին մգուդար, մանրամասությունները չենք գիրեր, բայց գիրենք մայրեր ինչ գործունեություն ունենան եւ ինչ թեր ունենան իրենց զավակները եւ հոգեվոր գործի մեջ են անոնց հանգչեցնելու, զորացնելու, կաչալերելու եւ այլն։ Եվ գիշվին ուրիշ անուններ, որոնց վրա են հատուկ չեմ ուզեր անցիր, կանի հիշեցինք եւ բոլորն ալ զարայեցին, գործեցին։ Բոլորն ալ բարձ սովորական անհատներ էին, բայց սակայն Աստծո թագավորությունը հարաճ տարին։ Ինչպես կտեսնեք, այս բոլորի մեջը մեկ բան ուզեցեւով Բողոս Արաքյալ մեզի հասկացնել գարտացողներուն կամ Հռոմի, որ այս նամակը գրված էր, հասկացնել, որ հոգևոր գործը խմբային գործ է, այսպես ցանցային գործ է։ Հիմա կհասկանանք համացանց երբ ասենք, կհասկանանք, որ ամեն կոմպյուտեր մեկը մյուսին կապված է։ Եվ այդպես է, որ գործը այս գիտությունը, ասենք թե կոմպյուտերի գիտությունը հարաճ գնաց, երբ որ իրար կապվեցան այս կոմպյուտերներ, առաջ սկիզբ երբ եղան, ամեն մեկը իր դունի մեջ ուներ, մեկը մյուսին հետ կապ չուներ եւ այլն, բայց երբ որ իրար կապվեցան, շատ ավելի արդյունք տվավ, հիմա դրական, ժխտական, ադիգա երկրորդական է, գործը գիտությունը հարաճ գնաց։ Ճիշտ հոսալ Բողոս Արաքյալ 16-րդ գլխում մեջը, երբ ամեն վարդապետական նյութերը խոսերի ետքը հավատացյալներուն գուզե հասկացնել, որ այդ վարդապետությունները, որ առաջին 15 գլուխներում մեջ հիշեց, խոսեցավ մարդկության մեղքը, բրգությունը, արդարացումը եւ այլն շատ խորունկ նամակ մնե ճշմարտություններով լեցուն քրիստոնեական հիմնական վարդապետության ճշմարտություններով լեցուն, բայց սակայն այդ բոլորը ձևով օգուտ չեն ունենալ, եթե հավատացյալներուն կյանքի մեջը իրականություն չեն դառնալ։ Գործածությունը այս վարդապետություններուն հավատացյալներուն կյանքին մեջ պետք է լար եւ ինչպես տեսանք 16-րդ գլխում մեջը այս բոլոր հավատացյալներուն կյանքի մեջը իրականություն
ճշմարտություններ։ Այսօր անցնենք երկրորդ մասին։ Միջև 16 բարևներով լեցուն գլուխ մնե, սակայն 17, 18, 19 եւ 20-րդ համարներուն մեջը հանգարց բոս կմկարն է։ Գադես այսպես սպոսանք մգարն է։ Իր նամակը ծևով մի երկուքի կպաժնի 21-րդ համարեն անտին դարձյալ բարևներու շարք մգար։ Սակայն հոս կարևոր կնկատե որ Բոսարակյալ գեցնե իր բարևները եւ կարևոր ծևոմը իբրև մեծ հովիվ մեծ արակյալ զսկուշացումը դա հավատացյալներուն հրոմի հավատացյալներուն եւ անշուշտ բոլոր հավատացյալներուն ատկե յետքը որ այս քիրքը Աստծո խոսքի մեջ կգարտան միջև այսօր կզսկուշացնե Եվ զանազանության եւ սկսության գոչ մգուղե հավատացյալներուն։ Այս 4 համարները ծևով կխդացնեն բոլոր 15 գլուխները եւ հավատացյալներուն ծևով գարտնցնի բոսարակյալ, որ սկուշելան, որ զանազանեն շիրագը բարիեն եւ այդ զանազանության հոգին ունենան իրենց ներսինտին։ 17-րդ համարի մեջ գսե գաղաչեմ ցեզի այսինքն բարս խնդրանք մեջ է եթե գրնակ եթե ժամանակ ունենաք այս բաները նկատի արեք ադեն չէ գաղաչեմ բոսարակյալ գաղաչե հրոմի հավատացյալներուն գաղաչեմ ցեզի եղբայրներ որ ճանչնակ անոնք որոնք ցեր սորված վարդապետությունեն դուրս բաժանուն կհարաճացնեն ու քայթագություններ գնեն անոնց մե ետ գեցեք հիմա հոս լուրջ աստարարությունը կգտնենք լուրջ աստարարությունը եղբայրներ գսե ջանցեք ջանչնանք բարը հունարենի մեջը ուշադրությամբ տիդել է ուշադրությամբ տիդել քննել հսկել Գիտեք որ հովիվներ իրենց ոչխարները մարկակետիններ կդանին շատ անգամ քիշերները հոնգ անցնեն եւ իրենց աբրուստի ծեում ջարը այդ ոչխարներն են միջոցը ոչխարներն են եւ հովիվները որքան ուշադրությամբ գճանչնան իրենց ոչխարները անոնց թիվը գիտեն Անոնց տերևս քույնը գիտեն, անոնց տերևս ցայնը գիտեն։ Եվ բոլոր իրենց դարվա աշխատանքը այդ ոչխարներուն վրա է, որ կառնուկը մեծնա եւ այդ ոչխարը լա եւ հավանաբար ձախե եւ իր աբրուստը շահի։ Բայց երևակայեցեք, որ քիշերմը հովիվը վարգի եւ կայլեր կան, եթե 50 ոչխար ուներ, 20-ը բջացնեն բզկտեն դանին։ Իր բոլոր դարվա աշխատանքը բարաբի գելլե։ Իր բոլոր դարվա աշխատանքը բարաբի գելլե եւ կգործընծնե այդ դարվա շահը գործված կլա։ Ճիշտ նույն բառն է, որ բոսարակյալ հոսքը կորզած է, ինչպես հովիվները իրենց ոչխարներուն նկատմամբ գիշեր ցերեկ արթուն գլան, որ թշնամին քայլը չի հոշոդե Այդպես էլ հավատացյալներ պետք է արթունը լակ կսե։ Բայց ինչու արթուն պետք է լանք։ Այսօր հազարավոր ցայներ կան մեր շուրջը։ Դերևս այն ադեն ավելի քիչ էր, բայց այսօր շատ ավելի մենք արթուն պետք է լանք։ Հազարավոր ցայներ կան մեր շուրջը։ Մեր ուշադրությունը կգրավեն։ Զանազան քարոզիչներ, զանազան մեդիայի առաջնորդներ, շատեր նոր հայտնություններ կառնեն, շատեր գխոսին ու իրենց ուզածը իրեն մտցին, սակայն դժբախտաբար հավատացյալներս զանոնք կընդունենք, առանց ծևոմը ջանչնալու, քննելու, զանազանելու, որ ասիգա Աստուծո կողմեն է, Աստուծո հոգիով գխոսի,
Աստծո հոգիով կներկայացվի մեզի կամ ոչ։ Իբրև հավատացյալ մենք պարտավոր ենք ամեն բան ստուգելու ըստ Աստվածաշունչին ճշմարտություններուն։ Ճշմարտությունը պետք չէ մեզ ներկայացման ձևը խափե, եթե ճշմարտություն չի գա անոր մեջը։ Շատ լավ ներկայացում, բայց եթե ճշմարտություն չի գա, եթե խափեություն է, եթե սուտ կա, ադիգա մեր շինության համար չլար, եթե մտի գնենք, եթե ընկալենք զանիգա։ Ինչպես ասի, այսօր շատ ցայներ կան մեր շուրջը, որ շատ արագ մեր ուշադրությունը կգրավեն աս մեդիայի միջոցով։ Ժամանակին, եթե քայթագություն միտքար կամ ցեվում անցել պետք է քային, մեզի խոսեին սուտ վարտաբերություններու մասին։ Օրինակ Եհովայի վկաները դունեդուն գերտային, դարին եթե անգամը թուրը ծառներ, կնայր թուրսը տներ կվերջանար։ Բայց հիմա ամեն եկվարգյան մեր աչքերուն արջևը խոսողներ կան։ Գնանք հայրավոր քարոզ մտի գնել օրական, եթե ժամանակ ունենք։ Բայց շատ ավելի լավ է օրական 10 քարոզ մտի գնելու դեր 10 գլուխ սուտ գիրք կարդալ, որովհետև Աստվածաշունչը ճշմարտություն է, 100%։ Որքան ալ քարոզ մտի գնենք լավ է, այդ բոլորը լավ է, ես հագարակ չեմ, բայց ադիգա զուտ 100% Աստծո խոսքը չէ։ 100% միմիան Աստվածաշունչն է, որ մեզ գշին է, գզորացն է եւ քիչ է պիտեսանք որքան մեզ կամրաբնթե հոգևոր կյանքի մեջ է։ Երբ մեկը մեզի ճշմարտությունը կներկայացնի, ով որ ալը ադիգա, պետք է մենք մեզի քնության ենթարկենք։ Հարցնենք մենք մեզի, այս ուսուցումը, այս քարոզը, այս պատկամը կհամապատասխանի Աստվածաշունչին։ Աստվածաշունչը մեր գծակաշն է, մեր չափանիշն է, մեր գշիրքն է։ Եթե կհամապատասխանի, լավ, ընդունենք, զանազանության հոգին հոնդեղեն գուկա։ Իսկ եթե չի համապատասխանել, ադիգ անգամն ալ մտիկ չնենք, մեկտի չնենք։ Երկրորդ պետք է հարցնենք, այդ քարոզը, այդ պատկամը, որ մենք մտիկ կնենք, որուն կբարձրացնե, Քրիստոսը, թե մարդ արարածը։ Եթե կտեսնաս, որ մարդ արարած կբարձրանա գոր, իր անունը կքովի գոր, իր անունը կբարձրանա գոր, սրե որ Քրիստոս չի բարձրանա գոր, այդ կեսկուշ պետք է ելանք, պետք է զանազանենք։ Եվ երրորդ պետք է գիտնանք, որ եթե ադիգա գբեր է միություն, թե բաժանում Աստծո դանը մեջ։ Եթե գբեր է միություն, ադիգա Աստծո է, եթե գբեր է բաժանում, ադիգա չի գնար Աստծո է լար։ Ուրեմն կտեսնեք զանազանության հոգիի մասին խոսի։ Ջանցեք կսե հավատացյալներ, Հռոմի հավատացյալներ եւ այսօր մեզի Բեյրութի հավատացյալներ, անոնք մարդիկ են ասոնք, մարդոց մասին կխոսի, երևակայական փիլիսոփայություններու մասին չի խոսիր, հաբա մարդոց մասին է որ կխոսի արաքյալը, որ ջանչնանք։ Այս խոսքը կգտնվի այս նավագին վերջին բաժնի մեջ է, վերջին համարներուն մեջ է։ Բոս շնորհակալություն գուտա, բարևներ գուտա եւ խրատներ գուտա։ Կան գկովի հռոմեացիներուն հավատարմությունը, գկովի անոնց հավատարմությունը, բայց միևնույն ժամանակ կսկուշացնե։ Կսկուշ եղեք այն մարդոցմե, որոնք կփորձեն ձեր հավատքը, կփորձեն բաժնել ձեզ կենթանի հավատքեն, ճշմարիտ ճամփային եւ խեղաթյուրել ճշմարտությունը։ Ուրիշ թարգմանություններում մեջ կսե հոսքսե ջանցեք անոնք, որ ձեր սորված վարդապետությունեն դուրս բաժանում կհարաճեցնեն, ուրիշ թարգմանության մեջ կսե հագարակ այն վարդապետության զոր սորվեցակ, հագարակ այն վարդապետության, այսինքն վարդապետություն մգա, եւ տայինք հիմա ինչ այս վարդապետությունը, ադոր հագարակ կխոսեին, եւ առաջին եկեղեցին էր ասիգա։ Որքան մարդիկ կային, ու կային գսեին տուն, Հիսուսը գբաշտես, հրյամը, որ հազարավոր կիլոմետր
Անտին իբր թե հարություն արել է, այսինքն շատ դժվար էր այն ժամանակ հավատալ, որովհետև Աստծո խոսքը չի գար հավատացյալներուն ձեռքի մեջ։ Դակամին նոր կպատրաստվեր Աստծո խոսքը։ Եվ այս հավատացյալները սակայն ուղղության պետք ունեին, անոր համար Արաքյալը այս նամակը գրեր։ Այս աստարարությունները իրենց ուշադրության գանցներ։ Բայց սակայն ինչ էր իրենց սորված վարդապետությունը։ Ինչ է վարդապետությունը։ Այսօր այս բարին վրա քիչ մը գանք առնենք։ Ո՞ր մեկ վարդապետություն դենշանագե ուսուցում խրատ կամ հաստատված ճշմարտություններու հավաքածո։ Հաստատված ճշմարտություններու հավաքածո։ Նոր գդագարանի մեջ վարդապետություն բարը չի վերաբերիր փիլիսոփայություններու։ Հունական փիլիսոփայություն կար այդ ժամանակ, հռոմեական փիլիսոփայություն կար, դերս արաբական, հազար ու մեկ փիլիսոփայություններ կային, գարձիկներ կային, մեկը գավադար, որ կյանքեմ վահեմ վերջ կյանք, մեկը չեր հավատար, այդ բոլորը նոր գդագարանի վարդապետությունն հերու է։ Հապա ինչ է նոր գդագարանի վարդապետությունը, շատ բարձ է, քրիստոնեական հավատքի հիմնական ճշմարտությունները։ Քրիստոնեական հավատքի հիմնական ճշմարտությունները եւ այս վարդապետությունները հասկանալ մեզի համար այսօր շատ ավելի դյուրին է, որովհետեւ մեր ցերկերու մեջ Աստծո խոսք ունենք։ Աստծո լման գադարյալ խոսք ունենք։ Հռոմի հավատացյալները այս փախտավորություն չունեին։ Իրենց ցերկի մեջ չի գար Աստծո խոսքը, որ գարենային գիտնալ, որ այս է վարդապետությունը, բայց հիմա գիտենք ինչ է ճշմարիտ վարդապետությունը։ Մեր վարդապետությունները հստակ են, Աստծո խոսքի վրա հիմնված են, որ գարցեվով, որ մարդիկ բոլորը մեղ կործած են, Աստծո պարկեն բաքսած են, ինչպես Հռոմայեցիս 3:23-ի մեջ Արաքյալը գսե, ինչպես հավատքով գարտարանա մարդ արարած, առանց կործերու, Քրիստոսի դարած բրգակործության միջոցով, խաչին վրա բրգակործության միջոցով, ինչպես ատկե հետ, երբ հավատացյալը մեղավոր հավատացյալ գլա եւ իր վերստին ծնունդ կունենա, բրգություն կունենա, ապաշխարության հետ կը Սուրբ Հոգի միջոցով գաջի, Աստծո խոսքի միջոցով գաջի, աղոթքով գաջի, եկեղեցի մեջ գաջի եւ ինչպես իր բարբերագերբը աս վարդապետության վրա կհիմնե։ Իր քրիստոնեական բարբերագերբը այս վարդապետության վրա, այս մի քանի գարջ խորհուրդներուն վրա, այսինքն երբ կգարցանք մեր հավատող հանգալակները, որ մեր երկարաններուն գրեթե գես էջ, մեկ էջ, բոլոր վարդապետությունը հուն խդացված է եւ մենք այդ վարդապետությունները հստակ կբռնենք, ինչպես որ Հռոմի հավատացյալները նույնալ մենք եւ այդ վարդապետությունները անփոփոխական են։ Անոնք որոնք կուզեն փոխել, adonk այս անձերն մեկն է, որոնց համար կսկուշացնե Արաքյալը։ Ժամերագին, ասկե 20 դարար առաջ մեր մեջ Ամերիկայի երիտասարդ մի եկավ, հավատացյալ էր, լավ էր, ընկերային, խոսեցանք, ծանոթացանք, գիտություն ուներ Աստծո խոսքի մասին, բայց օրը հանգարց մեջտեղ եկավ, սավ ես մարդկային ատամական մեղքին չեմ հավատալ, որ ես մեղավոր ծնած եմ, եւ փրկության ցևով պետքություն չունիմ։ Շատ զարմացած ծվեցա, եւ հոն սկացի, որ հիմնական վարդապետության հագարակ այս երիտասարդը կաղապարմոն էր, եւ Արաքյալը ճիշտ ասոնցմե է, որ կսկուշացնե, որ կուքան կխոսին, սակայն իրենց հավատքը հիմնական վարդապետության վրա հիմնված չէ։ Մեր վարվելագերբը, հավատացյալին վարվելագերբը
պետք է իր վարդապետության վրա հիմնված լա։ Եթե Հռոմայեցիս առաջին 15 գլուխներում մեջը հիշված վարդապետությունները չեն գիրեր, 16-րդ գլխում մեջը մեր անունը չի գնահատվի, որովհետև մենք մեր կորձը, ծառայությունը, վարվելագերբը այդ հիմնական վարդապետության վրա դրված չլար։ Եվ այսօր սատանան ամեն ողմե կհարցակի այդ վարդապետության վրա, ճշմարիտ վարդապետության վրա, որ հավատացյալներում մեջ կասկած արտնցնի, որ հավատացյալներում մեջը զադորոշում տնե, մտքիդ մեջ տնե, արդյոք ես մեղավոր եմ, արդյոք ես շիտակ բաների եկեղեցի երթալով, փրկվելով եւ այլն եւ հազարավորներ ճշմարիտ վարդապետությունն կհերանան։ Ուրիշ դժվարություն մնալ կա, որ այսօր հավատացյալներս մեջ լինա, որ ան է, որ մեր վարվելագերբը, որ Բոսարակյալ Հռոմայեցիս 12-ին 15 համարներում մեջ է, եւ դու ներտակ կարտացեք, շատ քեղեցիկ կերպով կբացատրե։ Առաջին 11-րդ գլուխ, առաջին 11 գլուխներում մեջ կբացատրե վարդապետությունը, 12, 13, 14, 15 գլուխներում մեջ կբացատրե վարվելագերբը հավատացյալին, որ իբրև այդ վարդապետության արդյունք պետք է լա։ Սակայն մենք այսօր շատ անգամ շատ հավատացյալներ աշխարհի վրա փոխանակ մեր շենքը, հոգևոր շենքը վարդապետության վրա հիմնված լալով եւ վարվելագերբը ծևով իր դուրսի մասը, շենքի մեր երևցող մասը իբրև վարվելագերբ առնելով, գիտենք որ շենքը հիմ ունի, հիմը վարդապետությունն է, որ մենք կսորվենք, սորված ենք, եւ ունի դուրսի մասերը, գեղեցիկ մասերը, դերևս բադշկամները, դերևս շինարարությունը, ադիգա վարվելագերբն է։ Եվ սակայն եթե հիմը սխալ է, այդ շենքը շատ շուտ ադենեն փուլ գուկա։ Շատ շուտ ադենեն փուլ գուկա։ Շատ անգամ մեր վարվելագերբը այսօր փոխանակ վարդապետության վրա հիմնվելու մեր վարդապետությունը գուզենք մեր վարվելագերբին վրա հիմնել։ Եվ կսկսենք մտածել, ես այսօր այս ծև կմտածեմ, ուրեմն նայեմ փանամ Աստծո խոսքեն ինչ համարներ կան, իմ վարդապետությունս անիկա գլա։ Ուրիշը կմտածե ուրիշ ծևով եւ կփանա Աստծո խոսքը կգտնի համարներ եւ իր վարվելագերբը, իր մտածելագերբը, իր խորելագերբը, ապրելագերբը գուզե հիմնել Աստծո խոսքի մասի վրա։ Շատեր այլ բնավ նկատողություն չեն առնել Գաբրիել ամենից ինչպես որ հոգևոր վարդապետություն ճշմարտություններ չի կան։ Ասիգա մեզ կսկուշացնե, ասոնց մեկը սկուշացնե եւ գսե հերացեք այս անձերը գսե ճանչնալու համար շատ թյուրին է այս անձերը ճանչնալու, որոնք մեզի այս քաղաքարները գուտան, երկու ծևով կնանք ճանչնալ, ձեր սորված վարդապետությունեն դուրս կսե, մեկ բաժանում կհարաճացնեն եւ երկրորդ կայթակություններ գնեն։ Երբ հավատացյալը, ոչ մեկ հավատացյալը հիմնական վարդապետությունեն շեղի, անշուշտ հոնդեր պիտի լա բաժանում իր մտքին, իր սորվածին կամ իր ուզածին մեզ վարդապետող եղողը կամ վարդապետություն անողը ճշմարիտ վարդապետության կով երբ կա, ով բաժանում միդելա։ Ինչպես որ այս երիտասարդներն մենք բաժնվեցանք, կամ ինքը բաժնվեցավ, քանի որ չէր հավատալ, որ ինքը մեղավոր էր, չէր հավատալ, որ փրկության պետք ուներ, չէր հավատալ, որ Քրիստոս իրեն համար մեռավ, լավ, ինչպես կնանք մենք իրարու հետ եղբայրքույր գոչվել։ Ոչ, բաժանում կհարաճացնե սխալ վարդապետության հետևողը եւ երկրորդ ադիգա գլա գնե երկրորդ ծևոմը արդյունքը գլա կայթագություն այսինքն արիտ մեղքի շփոթության հավատացյալներ կմտածեն ասի սա շիդակ է շիդակ չէ ճշմարիտ է կշվարցնեն եւ պատմության մեջ շատ եղած են եկեղեցիներում մեջ շատ եղած են ճշմարտաբար
այսպիսի վիճակներ, որ հավատացյալներ ճշմարիտ վարդապետություն թողելով հանգարց իրենց վարդապետողներ կլան եւ քայթագություններ, բաժանումներ եւ եկեղեցիներ կբաժնվին եւ հագարակ վարդապետությունը սատանային ուզած վարդապետությունը հարաճ կերտա։ Բասնզի 18-րդ գլխի մեջ գսե բացատրությունը ավելի գուտա։ Բասնզի այնպիսիները մեր Տերոջը Քրիստոսին չեն ծառայել։ Վստահ է, անոնք որոնք սխալ վարդապետության գեդևին, բաժանում գարաճացնեն, կայտագություն գնեն, անոնք Քրիստոսի չեն ծառայել գսե առաքյալը, հաբա իրենց որովայնին։ Հաբա իրենց որովայնին։ Այսինքն ասել գուզե իրենց անձնական շահերուն, ինչպես որ իրենց հաջելի գերևնա, իրենց շահերը ինչպես կբանչե, այդպես կբարվին եւ Քրիստոսի չեն ծառայել։ Վարդապետությունը սիրելիներ, այսպես քրիստոնեական ճշմարտությունը նոր սերունդներու ստեղծած բանը չէ։ Այսինքն չենք գնար մենք հիմա հավաքվի լսել, որ քիչ մնաց սուրճի ադեն հավաքվինք վարդապետություն հիմնենք։ Վարդապետությունը հոս է, ճշմարիտ վարդապետությունը, ճշմարիտ ուսուցմունքը արդեն արած ենք մենք։ Եվ փառք ունենք, որ այս եկեղեցին քոնե 100 տարի է այդ ճշմարիտ վարդապետությունը կկարոզե եւ կներկայացնի հավատացյալներուն։ Լավ քարոզիչներու, մեծ քարոզիչներու միջոցով, որ մեզ առաջ եկան, կամ դգար քարոզիչներու միջոցով, դքետ եղբայրներու միջոցով, եղբայրներ կային, որ հայերեն սորված էին, բարձրապես սուբքիտ կգարտալով, անուս էին, սակայն ճշմարության, վարդապետության մեջը շիդագ էին, օրդություն կլային, փրկության միջոց կլային եւ շինության միջոց կլային։ Ճշմարտությունը բանը չէ, որ ամեն մեկ սերունդ նոր կստեղծե, նոր իր բարականերու, օրվա բարականերու մասին կամ նայելով նոր վարդապետություն մնենք, չէ սիրելի։ Ճշմարտություններու այդ հավաքածոն հիմնական ճշմարտությունները, վարդապետությունները փոփոխական չեն։ 2000 տարի առաջ հռոմայացիներուն օրը շիդագեր, Կորինթոսի հավատացյալներուն շիդագե, 2000 տարի մեջ մեզի շիդագե եւ Աստված իր Քրիստոս իր քարոս ուշացնե 2000 տարի, 2000 տարի այս հիմնական վարդապետությունները չեն շեղել։ Եվ եթե մեկը adonց թեմ գխոսի, adonց մեկը հերանա, մենք պետք է զանազանենք, գիտնանք եւ առաքյալը գսե adonց մե ետ գեցեք։ Չսեր անոնց հետ բայկարեցեք, իմ եսած շիդագե, կուսած շիդագե, չէ, բարձրապես adonց մե ետ գեցեք, գսե առաքյալը։ Նույն կապարը կտեսնենք, որ առաքյալը շատ անգամ այս գեդը շեշտած է, գրեթե բոլոր նամակներում մեջը հիշած է, որ հավատացյալներ զգուշ լան։ Թեսաղոնիկեի եկեղեցին գրած նամակի մեջը հիշած է, հաստատ մնացեք այն ավանդություններուն, նույն կապարն է վարդապետություն մեջ զոր սորվեցակ։ Կորինթոսի եկեղեցին գրած է, ես ցեզի հանցնեցի այն, զոր ես ալստացա, առաքյալն ալստացավ, առաքյալն սորվեցավ, որ մե Քրիստոս է եւ ադիգա փոխանցեց Կորինթոսի հավատացյալներուն, Հռոմի հավատացյալներուն եւ այլն։ Դիմոթեոսի գրած իր նամակի մեջ գսե կհանցնարարե, կբադվիրե եւ գսե բահե հավատարմությամբ եւ սիրով այն ցևը, այն վարդապետությունը, ճշմարտությունները, որ սորվեցավ։ Բահե հավատարմությամբ բահե։ Չսեր նայր, եթե դու երիտասարդ ես, ավելի լավ ցեմը գիտես, ավելի նոր բամը գիտես, ադոր վրա ավեցուր ճշմարտությունները հստակ են, անոնց վրա ոչ կնանք ավեցնել, ոչ ալ կնանք բացեցնել։ Քրիստոնեական վարդապետությունը հոսող աղբյուրը չէ։ Այսօր շատ կոսի, վաղ քիչ կոսի,
մեր երկրին աղբյուրներում ես որ այսօրերուն գրեթե բոլորն ալ չորցած են հաբա պահպանված քանց մնե որ կպահպանվի այսօր նյութական քանցեր որքան կպահպանվին ոսկին արձաթը որքան թուրեր երկաթե թուրեր որքան բահակներ գտնեն որ քողեր չի կողնան եւ սակայն շատ անգամ ինչպես տեսական շաբաթ քողերը աշխարհի ամենամեծ ծևով թանկարանի մեջ մտան եւ միլիոնավոր դոլար արժող թակեր կողցան եւ կացին մարդկային պաշտպանությունը այսքան է սակայն մենք իբրև հավատացյալ մեր վարդապետությունը մեր հավատքը պետք է իբրև քանց բահենք պաշտպանենք որբեսի ադիգա որբես քանց որբես հիմք մեր կյանքին եւ մեր ճշմարության Յետատրեցեք որ ջարդարարբետը գիտեք ջարդարարական օրենքներ կան շենքը պիտի շինե շատ մը դարազներ կան շատ օրենքներ կան որ երկրաչափը ջարդարարբետը դարիներ 5 տարի 6 տարի 8 տարի 10 տարի կսորվի եւ փորձառություն կշահի երբ 50 տարեկանը լա վստահելի գլաս որ այս անձը գնա 50 հարգանի շենք մշինել 10 հարգանի շենք մշինել եւ այդ շենքը փուլ չի կա եւ երևակայեցեք որ այդ ջարդարարբետը օրմեսը որ նայեցեք դղակ շինարարներուն այս շենքը այսքան երկաթ կուզե այս հաստությամբ հիմերու մեջը բայց եթե ավելի փարագ նաթնեք ն է գլա ավելի քիչ բետոն աթնեք ն է գլա ինչ կխորիկ Աչենքը ուշ կամ գանուխ փուլ բիդիկա եւ հոգիներ պիտի գործվին վարդապետությունն ճիշտ այսպես է Ոյ մեկ անց իր ջարդարաբեդությամբ, իր ջարդիկությամբ, իր փորձառությամբ չի գնար փոխել, որովհետև վարդապետությունը, մեր վարդապետությունը հստակ է Աստծո խոսքի մեջ եւ ճշմարտորեն գրված է։ Եվ այսօր կորձնական գիրարգումը կա, այսօր կորձնական գիրարգումը կա, որ մենք պետք է մեր առօրյա կյանքի մեջ գործածենք։ Եվ Արաքյալը գսե 18-րդ համարին վերջավորության այս անձերը գսե անուշ խոսքերով ու կովեցներով բարձամիտներուն սրտերը կխապեն բարձամիտներուն այսինքն անոնք որոնք իրենց հավատքը չեն ճանչնար չեն գիրեր եւ այսոնք անուշ խոսքերով քեղեցիկ խոսքերով ըսկուշ եղեք այդ հավատացյալներեն այդ քարոզիչներեն որ անուշ կխոսին քեղեցիկ կխոսին այսօր Ամերիկայի ամենամեծ եկեղեցին, ճագերտյալ եկեղեցին, որ ֆուտբոլի տաշտի մեջ կհավաքվին, այդքան մեծ է, 40-50 հազար հոգի, ունի շատ անուշ խարոզող երդասարդը, որ կխոսի ամեն բանի մասին, քրիստոնեական հավատքին զուգահեռ նյութերու մասին, հույսի մասին, հաջողության մասին, նյութական հաջողության մասին, երբեմն հավատքի նյութերու մասին, բայց ոչ կխոսի փրկության մասին, ոչ կխոսի հավիտենական կյանքի մասին, ոչ մեկ անգամ հիշած է մեղ փարը իր բերնեն եւ իր հարստությունը գրեթե 100 միլիոն դոլարի կհասնի։ Ուրեմն անուշ խոսքերով ու կովեցներով բարձամիտներուն եւ ես կզարմանամ ինչպես հավատացյալներ մարդիկ կերտան եւ այսպիսիները մտիկ կնեն եւ անոնց կարոզներուն մտիկ կնեն Ուրեմն սկուշանալու ենք, Բողոս Արաքյալ մեզի կսկուշացնե, հրոմայացիներուն կսկուշացնե, և անոնց կսե, որ բահեն ավետարանը մաքուր, չինչ, ամեն ուսուցում, որ Աստուծո խոսքի մեջն է, ադոր ետևեն երթան, և ինչ որ գլսեն, ավետարանին ուսուցումներուն փախտադեն, ըստուքեն, կնահատեն ճշմարիտ վարդապետությունը, Չոր դեսությունը չէ ասիգա, այլ գենթանի ճշմարտությունը, որ գծևավորե մեր վարվելագերբը։ Եվ մերժեն բաժանումներ, խուսափին այն անձերեն, որոնք բաժանում կհարաճացնեն, որոնք կդարածեն հագացություն կամ հբարդություն
քրիստոնեական բادرվակներով։ Երբ Պողոս կսե հերու մնացեք անոնց մե, հերու մնանք այդպիսի անձերեն, որովհետև այդպիսի անձեր կգնան մեր հավատքը խախտել։ Ոս գանք պիրարնենք եւ եթե դերը գամի քալ շաբաթ կամ մյուս շաբաթ կշարունակենք այս վերջին մասը, որ 19-րդ համարեն մինչև վերջին մասն է վերջին համարը, անոր մեծ ճշմարտություններ, գեղեցիկ խոսքեր կան եւ այսօրվա նույնը մեզի համար զգուշության, զանազանության եւ արթնության վիճակի բերե, որ գիտնանք ճշմարտությունը, սորվին ճշմարտությունը, եթե սորվին ճշմարտությունը սուդը շատ թույությամբ մեջտեղ կգնանք անել, ճանչնալ, գիտնալ եւ ադոր չի հետևիլ իր փառքին համար։